Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է. Քո սերն ավելի կհիշենք, քան թե գինին։ Երգ 1:4 Հիսուսը թույլ չի տա, որ իր ժողովուրդը մոռանա իր սերը։ Եթե նրանք մոռանան իրենց վայելած ողջ սերը, նա նորից կայցելի նրանց իր սիրով։ Դուք մոռացել եք իմ խաչը, ասում է նա, ես այնպես կանեմ, որ հիշեք այն, որովհետև իմ սեղանի մոտ ես ինձ նորովի կհայտնեմ ձեզ։ Դուք մոռացել եք, թե ինչ եմ արել ձեզ համար հավիտենության խորհրդում։ Ես կհիշեցնեմ ձեզ դրա մասին, որովհետև դուք խորհրդակցի կարիք եք ունենալու, և այդ ժամ ես պատրաստ կլինեմ լսելու ձեր կանչը։ Մայրերը չեն թողնում, որ իրենց երեխաները մոռանան իրենց։ Եթե որդին հեռավոր մի երկիր է գնացել և իր մասին լուր չի ուղարկում, մայրը նամակ է գրում. «Որդիս, մոռացել ես ինձ»։ Դրանի պատասխան գալիս է քաղցր ուղերձը, որն ապացուցում է, որ նրբանկատ հիշեցումը զուր չէր։ Այսպես է նաև Հիսուսի հետ։ Նա ասում է մեզ. «Հիշեք ինձ», և մեր պատասխանն է. «Մենք կհիշենք քո սերը»։ Մենք կհիշենք քո սերը և դրա անզուգական պատմությունը։ Այն այնքան հին է, որքան քո փառքը, որ աշխարհի լինելուց առաջ ունեիր հոր մոտ։ Հովհաննես 17:5 Մենք կհիշենք քո հավիտենական սերը, երբ դու դարձար մեր երաշխավորը և մեզ նշանեցիր քեզ հետ։ Մենք կհիշենք այն սերը, որ իր անձը որպես զոհ առաջարկեց մեզ համար։ Այն սերը, որ մինչև ժամանակների լրումը խորհում էր այդ զոհի մասին և սպասում այն ժամին, որի համար գրքի տոմսում գրված էր քո մասին։ Ահա գալիս եմ։ Սաղմոս 47 Մենք կհիշենք քո սերը, Հիսուս։ Կհիշենք, թե ինչպես այն մեզ հայտնվեց քո սուրբ կյանքով, Բեթղեհեմի մսուրից մինչև Գեթսեմանի պարտեզը։ Մենք կհետևենք քեզ օրորոցից մինչև գերեզման, որովհետև քո ամեն խոսքն ու գործը սեր էր, և մենք կցնծանք քո սիրով, որին մահն էլ չկարողացավ հաղթել։ Սեր, որ հաղթական փայլատակեց քո հարությամբ։ Մենք կհիշենք այդ սիրո բորբոքված կրակը, որը երբեք թույլ չի տա քեզ հանգստանալ, մինչև քո ընտրյալներն ապահովությամբ տուն չհասնեն, մինչև Սիոնը չփառավորվի և երկնային Երուսաղեմը չհաստատվի իր հավիտենական հիմքերի, սիրո և լույսի վրա։